Բարև Օլիմպոս, ողջույն բոլորին, եթե դուք սիրում եք մեզ, ապա կարող եք հետևել մեզ YouTube-ում եւ ակտիվ լինել Facebook-ում, Instagram-ում եւ TikTok-ում։ Իսկ աշնանային այս սառը օրը ջերմացնելու ենք մեր շատ դրական ու լավ հյուրերով։ Նրանք հայտնի տիտղոսակիր մարմնամարզիկներ են, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր եւ վերջերս աշխարհում արծաթե մեդալակիր դարձած Արթուր Դավթյանը եւ Եվրոպայի եւ աշխարհի արծաթե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանը, բարև ձեզ տղաներ։ Բարև ձեզ։ Մենք անկեղծ ասած ձեզ շատ էինք սպասում այս տաղավարում, մինչև հաղորդման սկիզբը խոսում էինք, որ ավելի վաղուց էինք տեսնում եւ շատ ուրախ ենք, որ այս անգամ աշխարհից եք եկել, մեդալներով եք եկել։ Ինչպես դասավորվեց աշխարհի առաջնությունը ձեզ համար, երևի սկսենք Արթուր քեզնից, դու շատ չնչին միավորներով զիջեցիր, հետո անցնենք Մամիկոնին, որը ընդհանրապես միավորներով չզիջեց չեմպիոն դարձած մարզիկին։ Նախ ուրախ եմ, որ կարողացա նվաճեմ մեդալ։ Իրոք աշխարհի առաջնությանը շատ բարդ է ու յուրաքանչյուր մեդալը քո համար էդի կարելի ասել հաղթանակ է, ճիշտ է։ Ավելի լավ կլինի, որ ոսկի լինի, որ լիարժեք հաղթանակ լինի, բայց սպորտ ամեն ինչ էլ կարող լինի, կոնկուրենցիան շատ մեծ էր ու դժվարությունները կային, այդքան մենք պատրաստվում ենք 14 օր մենք հավաքներ ենք մասնակցել, դրանից հետո մենք մեկնել ենք Ջակարտա, երկար ճանապարհ ու մրցումներին դու մասնակցում ես, մրցումներից հետո մենք 7 օր սպասում ենք, որ եզրափակիչում մասնակցենք, այդ լարվածությունը, այդ պատասխանատվությունը, այդ ամեն ինչը դժվար է անցնել, բայց փառք Աստծո կարում ենք այդ տիրապետ ենք արդեն դրան։ Ուրախ եմ, որ կարողացա նվաճեմ, ես արել եմ իմ մաքսիմումը, դրանից ավել ես չէի կարա անեի, ստանայի։ Ես համաձայն եմ ինչ-որ չափով դատավորների գնահատականների հետ, որովհետև Ֆիլիպինցի մարզիկը 4/10 առաջից հատկա ավելի բարդ էր ու ինքը լավ կատարեց, իրոք լավ կատարեց։ Դրա համար ես ուրախ եմ, շնորհակալ եմ մարզիչներին, որ իմ կողքին են եղել, մեդալի համար շատ ուրախ եմ։ Քեզ լսենք Մամիկոն ջան։ Մինչև աշխարհի առաջնությունը ուսումնամարզական հավաք էինք ունեցել Քաթարում։ Մեր մարզիչները մեզ շատ լավ էին պատրաստել։ Ամեն օր վարժություններ էինք անում, որպեսզի ավելի ստաբիլացնենք, ավելի լավացնենք մեր վարժությունները։ Աշխարհի առաջնությունում կարողացա մեդալ նվաճել, որի համար շատ ուրախ եմ։ Այդ մեր մարզիչների աշխատանքի շնորհիվ է։ Չինացի մարզիկի նման կարողացա նույն գնահատականը վաստակել, ուղղակի պարտվեցի բազայով, չինացի մարզիկի բազան ավելի քիչ էր, այդ նշանակում է, որ ինքը ավելի մաքուր է կատարել վարժությունը, որ ստացել է 14,600, իսկ ես ոչ այդքան, որ ստացել եմ 14,600, այդ իսկ պատճառով ես երկրորդ տեղը գրավեցի, բայց ուրախ եմ, որ կարողացա փառք Աստծո գոնե աշխարհի առաջնությունից մեդալով վերադառնալ հայրենիք։ Արթուր, մի քիչ պատմիր հենացածքի մրցակցության մասին, մենք օլիմպիական խաղերում էլ տեսանք, թե որքան բարդ է եւ ինչքան ուժեղ մրցակիցներ կան եւ քո կայունության մասին, որ տարիներ շարունակ կարևոր մրցումներից երբեք առանց մեդալի չես վերադառնում։ Բարդը շատ բարդ էր իրոք ու օլիմպիական խաղերից հետո ես, դուք եք եղել, տեսել եք օլիմպիական խաղերի ես գնահատականի հետ համաձայն չեմ, որովհետեւ նույնիսկ Ֆիլիպինցի մարզիկը որստե աշխարհի առաջնությունի չեմպիոն դարձավ, ընդ ինքը հաղթեց էլի, ինքը երկրորդ հատկա վատ կատարեց ու մենակ ես չի ասում, որ եթե ճիշտ ձևի դատեն իմ կարծիքով ինքը կարող է մեդալ չնվաճել, ինքը համ ծունգը ծալեց, համ քայլ արեց մեծ, ես որ համեմատում եմ օրինակ ուկրաինացի մարզիկի հետ նույն վարժությունն են իրան կարել, այդ երկրորդ հատկա նույն էլեմենտն են արել, իրանց տարբերությունը 2/10 էր, այդքան էլ չէր գալի, բայց մաքրությամբ ուկրաինացի մարզիկը ու ֆիլիպինցի մարզիկը պետք է տարբերությունը իրենց մեջ մի 4-5/10 լիներ, как մինիմում։ Բայց դատավորները տենց որոշեցին, տենց գնահատական դրեցին, չգիտեմ ինչու տենց եղավ, բայց դե ես էլի օլիմպիական խաղերից էլ ուրախ եմ, որ կարողացել բարելավեցի իմ արդյունքս, բայց ցանկությունը իհարկե ոսկիներ, բայց դա ասված առաջ կաշխատենք, կպարապենք, փորձենք Լոս Անջելեսի օլիմպիական խաղերին մասնակցենք,
չեմ կարաս ինչ կլինի, բայց ցկտում է ոսկի մեդալն է օլիմպիական խաղերից։ Փորձեմ էլի նույն ձևով պատրաստվել, ոնց որ այս աշխարհի առաջնությունն եմ պատրաստվել։ Մեր ցածկերս լավ եմ տիրապետում, համ հոգեբանորեն եմ, ես լավ պատրաստ լինում, որովհետև նոր վարժություն չի, շատ անգամ արել եմ մրցումներին, զգում եմ, մրցումը ամեն ինչ էլ կարա լինի, բայց այդ ցածկերը ես լավ եմ տիրապետում, ինձ թվում է երևի այս ցածկերով էլ կշարունակեմ, հա։ Ուզում եի շարունակել, բայց Մամիկոնին անդրադառնան, Մամիկոն նույն բարդությունը կա նաև նժույգ թափերում, որտեղ դու եւ Համլետն եք, եւ ընկերներ, եւ նաև ինչ որտեղ մրցակիցներ, բարդությունը ուժեղ մրցակիցներ ունենալը ինչպես է ձեզ կարողանում ոգևորել, տրամադրել, որպեսզի ել ավելի լավ մասնակցեք, մանավանդ երկուսդ էլ այդքան երիտասարդ եք եւ առաջին անգամն եք մասնակցում աշխարհի առաջնությանը։ Ճիշտ է, Համլետի հետ սպորտում ենք մրցակիցներ ենք, բայց կյանքում շատ լավ ընկերներ ենք։ Ուրախանում ենք մեկս մյուսի հաջողությամբ։ Ընկեր Հակոբը միշտ մեզ ասում էր, որ եթե մեզանից որևէ մեկը մի քիչ վատ է կատարում իր վարժությունը, հաջորդը պետք է ավելի լավ կատարի, կոպիտ ասած իր ընկերոջ վրեժը առնի։ Փորձում ենք մեկս մյուսին լրացնելով։ Աշխարհի առաջնությունն այդպես եղավ։ Հա։ Դու եկար եւ շտկեցիր Համլետի բաստողումը։ Իսկ այդ նժույգ թափերի բարդությունը ինչու՞մ է կայանում, ուժեղ մրցակիցներ ունես, դու էլ նկատեցիր ես աշխարհի առաջնության ժամանակ։ Աշխարհի առաջնություններ բնականաբար մրցակցությունը շատ բարդ էր, մանավանդ մեծահասակների կազմում, մեր առաջի մեծահասակների աշխարհի առաջնությունն էր, բայց շատ լավ էինք պատրաստ ու գնացել էինք հենց մեդալների հետևից, փառք Աստծո կարողացանք մեդալ նվաճել։ Հասմիկը նշեց, որ Արթուրը բազմափորձ, քո այդ հանգստություններ մենք նկատում ենք արդեն ելույթների ժամանակ, քեզ համար սա դրիվ նոր միջավայր էր մեծահասակների աշխարհի առաջնություն, ոնց կարողացար հաղթահարել լարվածությունը։ Չասեցինք, որ որովհետև մեր կողքին կային այնպիսի մարզիկներ, ոնց որ Արտուր Դավթյանը, որ մեզ մրցման ժամանակ շատ է օգնում, մենակ իր ներկայությամբ, իր փորձով։ Շնորհակալ եմ ես Դավթյան Արտուրին, մնացած մեր այլ տարիքով մեծ ընկերներին, որ նրանց փորձը, նրանց մեր կողքին գտնվելը արդեն մեր համար շատ մեծ բան է, շատ մեծ աջակցություն է։ Տեսվում էր Արթուրի մեկ գոռոցները, ողջավորությունը։ Դե բնականաբար դա պետք է լինի, մենք այն ինչ որ մենք անցել ենք, այն ինչ որ մենք զգացել ենք, մենք պետք է փոխանցենք տղաներին, որովհետև խո մենք մեր հետ չենք տա, մեր արդյունքն է դա, մեզանից ով էլ մեդալ նվաճի, մեր ուրախությունն է, մեր երկրի պատիվն է բարձր պահվում, դրա համար մենք մեկս մեկին օգնում ենք, ամեն ինչ անում ենք, տենց թեկուզ որ Համլետը չկարացավ լավ մասնակցի, արդեն ավելի շատ շեշտը դրած էր Մամիկոնի վրա, որ ինքը լավ կատարի, ինքը մեդալով գոնե վերադառնա, որովհետև տարբերություն չկա, կամ ինքը կլինի, կամ Համլետը կլինի։ Մեդալը մեդալ լինում, մեր երկրի պատիվն է բարձր պահում։ Լավ կլիներ, որ երկուսն էլ լավ անեին, երկու հատ մեդալով կվերադառնայինք, բայց սպորտը ոչինչ, իրենք հələ տարիքով շատ փոճուր են, նոր մեծահասակների մեջ են մտել ու եզրափակիչ են դուրս եկել, Մամիկոնը երկրորդ տեղը գրավել, դա շատ լուրջ արդյունք է, շատ լուրջ։ Մենք այդ տարիքում ուղղակի մասնակցում էինք, երազենք եզրափակիչ դուրս գայինք, բայց հիմա այս պայդրությամբ մեր սպորտաձևը այդքան զարգացել է, ուժեղացել է, որ մենք ուղղակի չէինք գնում աշխարհի առաջնության, եզրափակիչ դուրս գայինք, մենք գիտենք, որ իրենք լավ իրենց վարժությունները կատարեն, առաջի երկրորդ տեղը գրավեն, ոնց որ Եվրոպայի առաջնությունն է, բայց Համլետը ոնց որ վերջում մի փոճուր վրազեց, երևի տենց չկարացավ մի քիչ տիրապետի իրան, բայց դա ոչինչ, սպորտը հələ ինքը շատ մրցումներ ունի, հələ ինքը լավ արդյունքներ կունենա, հա։ Կոդերի մասին խոսեցինք, բայց դու ինքդ էլ նշեցիր, որ շատ տարիներ առաջ մենք երազեինք անգամ եզրափակիչ դուրս գալու մասին, ու մենք տեսել ենք քո այդ ճանապարհը, ինչպես ես դու քայլ առ քայլ դառնում աշխարհի ուժեղագույն մարզիկներից մեկը, ու այն էլ նման բարդ մարզաձևում, ինչպես եղավ այդ վստահությունը, երբ հասկացար, որ դու գալու ես եւ նվաճելու ես այն բոլոր մեդալները, որին ցկտում ես։ Ուղղակի չէինք հանձնվում ու վերջ։ Պայքարում էինք, նպատակ էինք դրել։ Սկզբում նպատակը Եվրոպայի առաջնության մեդալ նվաճել, հետո
չեմպիոն դառնալ չես կարա։ Դու ցանկությունը կա օլիմպիական չեմպիոն լինել, ինձ թվում է թե բոլոր մարզիկների մոտ էլ այդ ցանկությունը կա, երազանքն է, բայց կամաց դու նպատակ ես դնում Եվրոպայի առաջնություն եզրափակիչ դուրս գաս, զբաղացնես ինչ-որտեղ չեմպիոն դառնաս, հետո աշխարհի առաջնության, հետո օլիմպիական խաղեր ու այդքան տարիների ընթացքում ես չեմ հանձնվել, ճիշտ է, մրցումներ եղել է, որ դու մասնակցել ես, հիասթափվել ես, բայց դե մարզիչները մեր կողքին են եղել, մենք ընկերներով իրար օգնում ենք, աջակցում ենք, որ ոչ մեկը դուխից չընկնեն, տենց քայլ կամաց առաջ են գնացել ու հիմա երեխեքի համար ավելի հասանելի է, ավելի հեշտ է, որովհետև իրենք տենում են, որ այդ մարզադպրոցում օրինակ այդ արդյունքը կա, ավելի ուժեղ արդյունքներ կա ու իրենք տենում են ու ձգտում են։ Դա հասանելի է, իրանք էլ կարան։ Մենք այդ վաղ ոնց որ հենց մի հատ մեծ պատելներ չկարանանք անցնենք այդ պատը, բայց փառքասո կարասանք էլի։ Բայց իմ կարծիքով ձեր շնորհիվ, ձեր սերնդիս շնորհիվ մարզիչները իհարկե բնականաբար մարզիչներին հաշվի առնել չեն կարող, բայց դուք այդ վատ տեղից հանեցիք, այսպես ասած, եւ ես հիշում եմ, որ դուք մարզում եք ու Մամիկոնը, Համլետը, Էրիկը շատ ավելի փոքր էին, երազանք կարող էր լինել մեկ դահլիճում մարզվել քո Հարութի, Վահագի նման տիտղոսակիր մարզիկների հետ։ Հա, ինձ թվում է թե երազանք կլինի, ես էլ որ տենց որ հետ գնամ օրինակ, ես կուզեի ճիշտ է մեր Հարութը Մերնինյան ուներ արդյունքներ, բայց այդքան ուժեղ արդյունքներ չկար, ինչ որ հիմա է, գնալով ավելի զարգացավ մեր սպորտաձևը, ավելի ուժեղացավ, բայց մեզ էլ էր համ հաճելի էր իրանց հետ մարզվել, համ իրանք էլ են մեզի օգնում էին, դուխ են մեզի տալի, աջակցում էին ամեն ինչով, որ մենք կարողանանք առաջ գնանք, ու տենց կամաց հիմա մենք այդ ամեն ինչը փոխանցում ենք տղեկին, տենց մեկս մեկին օգնելով առաջ են գնում։ Դե ձեր թիմի մասին մենք միշտ ենք նշում, որ շատ լավ թիմ եք, իսկական ընտանիքի պես, ու այն ինչ տղաներին Մամիկոն պետք եղան տարիներ հասնելու համար, դու եւ Համլետը շատ արագ արեցիք։ Կարծես թե անցած տարի դուք երիտասարդների պայքարում եք մասնակցում, այդպես էլ կար մեդալներ բերեցիք, ու միանգամից շատ հաջող եղավ նորամուտ մեծահասակների պայքարում, ինչը շատ բարդ է մարմնամարզությունում։ Մի քիչ պատմիր, ոնց հաստատվեցիք, ինչպես էր այդ փոփոխությունը եւ տարբերության մասին երիտասարդների ու մեծահասակների։ Տարբերությունը աննկարագրելի մեծ է, մրցակցությունը, հարվածությունը, չգիտեմ։ Մենք կարողացանք այդ փուլը հաղթահարել, այդ անցումը երիտասարդներից դեպի մեծահասակներ, մեր մարզիչների, մեր ավագ ընկերների շնորհիվ, որ միշտ մեր կողքն էին, միշտ օգնում էին ամեն հարցում ու մենք խնդիրներ չենք հանդիպել մեր առաջ։ Ես հիշում եմ տարիներ առաջ մենք խոսում էինք քեզ հետ, դու շատ ավելի փոքր էիր ու նշեցիր, որ այդ լարվածությունը հաղթահարելու համար խոսում ես ինքդ քեզ հետ, ինքդ քեզ ողջևորում ես։ Հիմա էլ է այդպես թե արդեն մեծացել ես, ընկերների խորհուրդներն են ավելի օգնում։ Մենակ չես խոսում եք։ Չես խոսում, արդեն ընկերներով եմ խոսում։ Դե այդ վարժությունը կատարելու ժամանակ դու ուղղակի մտածես լավ կատարես, ինչ որ սովորել ես, ինչ որ կարաս։ Ու բնականաբար Արտուրի ձայնը, մեր մարզիչների ձայնը միշտ լսում եմ այդ պահին, ինձ շատ օգնում է։ Ամեն մի մարզիկ յուրատուկ բան ունի, հիմա օրինակ Հարութը օրինակ ասում էր մի գոռացեք, զեն մի անեք, որ ես կանամ կենտրոնանամ։ Մարզիկներ կան, որ օրինակ հիմա Մամիկոնին պետքա գոռաց, որ ինքը ավելի զգոն լինի, ինքը կառավարի կարանա։ Իմ համար տենց այդքան տարբերություն չկա, ամեն մեկի մոտ տարբեր ձև է։ Իր անելուց օրինակ ընթացքում ասում ենք վարժությունը ու սերեդ պայես կամ չգիտեմ բարձր կոնքը ձգել շատ նրբություններ կա, որ մենք իրար օգնում ենք, ասում ենք, որ ինքը կարողանա դա անի, որովհետև այդ լարված վախտով քողը ուղղակի կարա չաշխատի։ Այդ պատասխանատվությունը, մանավանդ իրենք մեծահասակների աշխարհի առաջնություն, իրենք վերջիններ մոտ եկանում ինքներ գիտի, որ եթե լավ կարողանա կատարի, նախ պետք է կատարի լավ, որովհետև արդեն Համլետը վատ է, արե, ինքը պետք է լավ կատարի, որ մեդալ գոնե նվաճի, այդ պատասխանատվությունը, այդ լարվածությունը, այդ ամեն ինչը, այդ մեծ դալիճը, դա շատ դժվար է, իրանք շատ մեծ աշխատանք են արել, բնականաբար մարզիչների հետ միասին, մարզիչները շատ են նպաստել դրանց, այդ արդյունքին, ու փառքասու իրանք կարողացան չհանձնվեն անեն վարժությունները։
Ընդ որում 18 տարեկան են տղաները, շատ երիտասարդ։ Շատ երիտասարդ են, ասում եմ, 18 տարեկանում սենց արդյունք ունենալը դա երազանք։ շատ է, հա, երազանքը ու շատ լավ է։ Ինքանը դրսգարի չնայած դու նշեցիր մենք լավ ենք ճանաչում մարմնամարզության թիմին, դուք շատ լավն եք, շատ իրար օրինակ եք իսկապես ու ես շատ կուզեի որ մեր մյուս մարզաձևերն էլ այս մտերմիկ իրար հանդեպ հոգ տանելու ունակությունները վերցնեն։ Ես այսպես հատիկացնում եմ ոնց եք իրար լրացնելով խոսում գովում եք իրար մասին անկեղծ խոսքեր ասելով ու շատ կարևոր որովհետև կարող եք օգնել դրանով էլ ավելի ոգևորել։ Մի ընտանիք ենք ոչ մեկը կարողացել այդպես մերվել։ Դա սա մեր հավաքականի մարզիչ սա գալի ինքն է այդ ամեն ինչը արել, ստեղծել ու տենց փոխանցում է սերունդ ու մենք աշխատում ենք պահենք այդ ամեն ինչը, իրանք էլ պետք է փոխանցեն իրանցից տարիքով իրանց ընկերներին, որ այս ձև պետք է լինի, որ զարգանա, մեկը մեկից օգնելով ամեն ինչին կարանք հասնենք։ Եթե պետք է նախանձենք, չուզենանք ինչ-որ մեկը մեկին հասնի, եթե նախանձեցի մի վատ բան ինչ-որ արեցի կամ ասեցի չուզենալու, դա ֆրալու է քեզ է գալու։ Համար մենք աշխատում ենք իրար օգնենք ու իրար օգնելով առաջ են գնում։ Նաև դուք այն քիչ մարզիկներից եք, որ երբեք պայմաններից չեք բողոքում։ Իհարկե նշում եք, որ չկան անհրաժեշտ պայմաններ, բայց այսպես գլուխներդ կախ ամեն մեկը ձեր գործն եք անում։ Ոնց է դա ձեզ հաջողվում, որ հաշվի չեք առնում ոչինչ եւ այսպես քայլով տարբերակ չունենք ուղղակի։ Ուրիշ տարբերակ չունենք։ Պարապում ենք այն գործիքների վրա, ինչ որ մենք ունենք, բայց շուտով արդեն կունենանք լավ մարզադպրոց, արդեն կառուցում են, երևի մի տարի կես հետո տենց են ասել, որ կլինի ու մարզադպրոցը համապատասխանելու եվրոպական ստանդարտներին շատ լավ կլինի ու ինձ թվում է ավելի շատ երեխաներ կհաճախեն, որովհետև ծնողները բերում են մեր մարզադպրոց տենում են ինչ պայմանները ու չեն էլ ուզում որ շարունակեն, բայց արդեն մեծ դահլիճ լինելու, նոր գործիքներ լինելու, մեր մոտ ինձ թվում է լիքը հավաքներ կանցկացնեն ուրիշ երկրից, որովհետև ուզում են մեր հետ պարապեն, ավելի կզարգանա, ավելի շատ կգան կպարապեն, թեկուզ եթե չգան մարմնամարզիկ դառնան, կարան գան ուղղակի պարապեն, հետո գնան, չգիտեմ, կարան բշամարտի գնան, բոքսի կարան գնան, հիմքը դնեն, հիմքի, ֆուտբոլի կարան գնան, մեր սպորտաձևը, դրանից հետո որ սպորտաձևել գնաս, մենակ օգուտ է։ Չգնասել առողջ կլինես, լավ, թեթև։ Երեխաները պետք է մարզվեն, սպորտով զբաղվեն բոլորը, որ առողջ սերունդ լինի։ Մամիկոն, դու ոնց գնացիր, Արթուրը նշեց այդ վատ պայմանները չեն փոխվել, դու էլ փոքր էիր, ինչպես մնացիր մարմնամարզությունում ու շարունակեցիր, հավատացիր քեզ։ Սկզբից գնացել եմ մարմնամարզության զուտ առողջ մնալու համար, պարապեմ սպորտով։ Հետագայում աստիճանաբար հասկացա, որ ես ու մարզիչները, որ կարող ենք առաջ գնալ, սկսեցինք ավելի քրտնաջան պարապել, ավելի պրոֆեսիոնալ, ստացվեց այն ինչ որ կա։ Արթուր, դու արդեն այլ հայացքով ես նայում մեր հավաքականին, պոտենցիալին, տեսնում ես ինչ ունենք, ինչպիսի սերունդ է գալիս, ինչպիսի կանխատեսումներ կարող ես անել, հուսալի ձեռքեր կփոխանցեք մարմնամարզությունը։ Դե արդեն հուսալի է։ Իրենց արդեն չեմ հաշվում։ Մեծահասակ են իրենք արդեն։ Գիտեք, ոնց մի քիչ դժվարանամ այդ հարցին պատասխանեմ, բայց օրինակ տղաների համար ես կարամ ասեմ, որ առաջին գնենք, բայց իրոք իրանք պոտենցիալ ունեն օլիմպիական չեմպիոն դառնալու, աշխարհի չեմպիոն դառնալու, ուղղակի պետք է ավելի շատ լսեն մարզիչներին, չխնայեն իրանց, այն մաքսիմումը իրանցից տան, որ կարողանան հասնեն արդյունքի։ Ես ոնց որ ասեցի, այն վաղ մեր համար դա ոնց որ անհասանելի է, հիմա հասանելի է, իրանք տենում են, որ դա հնարավոր է, կարելի է դա անել ու իրանք պարտավոր են անել, ասենց ասեմ, ու ինձ թվում է իրանք կանեն, մարզիչներն էլ են աշխատելու այդ ուղղությամբ, պետք է մեր սպորտը ավելի զարգանա։ Պարտավորեցնող չի դա մամիկոն։ Ու վախեցնող։ Որ այսպեսի բան։ Բայց
այդ մեծ պատիվ է մեր համար, որ մեզանից արդեն շատ բան է կախված, սպասելիքները եւ այլն, ու մենակ ուրախ ենք դրա արդի։ Բայց պետք է անենք տարբերակ չունեն։ Տղաներ, ընդհանուր եթե տարին ամփոփելու լինենք, մոռացանք ի դեպ ասել, որ դու նաև աշխարհի գավաթակիր ես, քո տիտղոսների թվում շատ այո, դա ես հասցրել նվաճել, եւ տարին եթե ասենք, երկուսիդ համար էլ կարող ենք շատ հաջողված համարել, ինչ բաց թողումներ ունեիք, որներ առավելագույնը եւ ինչի եք ձգտելու հետագայում։ Իմ կարծիքով ես բաց թողում չեմ ունեցել այս տարում, Եվրոպայի առաջնությանը լավ եմ ցածկերս կատարել, աշխարհի առաջնության լավ եմ կատարել, աշխարհի գավաթներին, եթե չեմ սխալվում, 5 հատ եմ մասնակցել, 5-ից 4-ը հաղթել եմ, այն մեկը երրորդ տեղն է ոնց որ, հա, երևի դա էր բացախում է, բայց մեկ է բացարձակ գավաթակիր, հա, գավաթակիր դարձա, բայց դա մենք աշխատելու տեղ կա, մենք տենում ենք մեր թերությունները ինչ որ չափով, կան իհարկե, ու փորձենք դրա վրա աշխատել ու ելի էս նույն ձևով կանանք կատարել ցածկերը։ Ես իմ կարծիքով այդքան շատ թերություն չեմ ունեցել։ Ամենամեծ բաց թողումը այս տարի աշխարհի գավաթներն էր, 3 հատ աշխարհի գավաթ եմ մասնակցել, շտա 3-ն էլ հայտնվել եմ եզրափակչում, բայց եզրափակչում չեմ արել այն ինչ որ պետք էր։ Շատ եմ ափսոսում, բայց կփորձենք մյուս տարի կարողանանք լավ կատարել, մեդալներ նվաճել։ Եվրոպայի առաջնությունից արծաթե մեդալ նվաճեցի, իմ համար ամենալուրջ մեդալը մեծ ասակների կազմում հենց դա էր Եվրոպայի առաջնությունը։ Իսկ հիմա աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր դարավ։ Հիմա սա դարավ ամենակարևորն ու ամենամեծը։ Հետագայում կփորձենք ավելի լավ պատրաստվել մրցումներին, ավելի շատ չարչարվել, որ կարողանանք բարելավել մեդալները։ Այ, ապրեք, շնորհակալ ենք շատ ձեզնից, որովհետև չեք պատկերացնի, մենք ոչ միայն գրում ենք ձեր մասին, անդրադառնում ենք ձեզ, այլ նաև շատ սիրում ենք ու շատ գնահատում ենք այն ողջ աշխատանքը, որ դուք ձեր թիմը մարզիչները կատարում եք։ Ես հիացնում ու ոգեշնչում եք անկասկած, եւ դուք էլ մեզ եք օգնում։ Հա, անկեղծ։ Շատ եք օգնում, որ մենք էլ ունենում ենք ուսահատության պահեր, տեսնելով ձեզ, այլ ավելի լավ աշխատենք։ Ասում ենք, ես մարդիկ առանց պայմանների սենց են անում, մենք էլ պետք է լռենք ինչ որտեղ կուլ տանք ինչ որ բաներ շարունակենք։ Շատ ուրախ ենք, որ այսօր մեզ հետ այս մի քանի րոպեն կիսեցիք։ Մենք էլ ենք ուրախ, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հուսանք դուք էլ ոգևորվեցիք, ոգեշնչվեցիք, ավելի շատ կսիրեք մարմնամարզությունը եւ կհետևեք, տեսնելով թե որքան բարդ ու գեղեցիկ մարզաձև է այն։ Իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ։